Քիչ առաջ ժամը 11:00-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում սկսվել է Զառա Արամյանի հուղարկավորության արարողությունը։ Հուղարկավորության տեղի եւ ժամի մասին մանրամասները դեռ երեկ հայտնել էր Զառա Արամյանի դուստրը բլոգեր Էլեն Գասպարյանը։ Star News-ը ձեզ ներկայացնում է նոր կադրեր եւ ձեզ ենք ներկայացնում նաեւ հայ հայտնիների խոսքը Զառա Արամյանի մասին։ Հուշերի մասին Զառայի հետ շատ երկար տարիներ շփում ունենք, անգամ ավելին ասեմ ընտանիքներով։ Վերջի պրոյեկտը, որ մենք միասին փորձեցինք անել, մի 2-3 սյոմեշնի օր ունեցանք, հետաքրքիր պատմություն է։ Նկարեցինք եւ ստոպ տվեցինք որոշ ժամանակով, որ հետո շարունակենք էլի, դե բնականաբար արդեն եթե շարունակենք կամ չենք շարունակի, որովհետև Զառան չկա, այդ խոհանոցի մասին հետաքրքիր պրոյեկտ էր, Շանթ հեռուստաընկերությունով պետք է հեռարձակվեր սիթքոմ։ Բան էր ինքը, որ նկարահանման պրոցեսի ընթացքում, այսպես ասեմ, 2 ժամը մեկ ստոպ էինք տալիս, որ Զառան մի 15-20 րոպե հանգստանա, որովհետև ասում էր լավ չեմ բան, բայց մենք միանշանակ ուզում էինք աշխատեինք ու աշխատելու էինք, էլ սենց եղավ, լավ չստացվեց ամեն դեպքում։ Հիշողություններ շատ կա Զառայի հետ, նոր անգամ ամուսնումն էլ, որ գրկեցի ցավակցություններս հայտնեցի, ասես որ քեզ շատ էր սիրում։ Մի խոսքով փոխադարձ է մեր սերը եղել եւ ավելին ասեմ կկարոտենք։ Մի սիրուն գույն պակասեց մեր կյանքից, մեր բոլորի։ Հեշտ էր Տիկին Արամյանի հետ աշխատելը։ Այդ եմ ասում, մի քիչ դժվար էր վերջի իր վերջի պրոյեկտն էր լինելու, սիթքոմ որպես այդպեսին հումորային, հեշտ էր այն իմաստով, որ ինքը շատ թեթև էր ամեն ինչ էր, տեքստերը արագ էր սովորում, շատ լավ էր, բայց այդ որ ինքը հասկանում էր, որ ինքը մի քիչ լավ չէ, առողջական խնդիրներ կա, ինքը անգամ խնդրեց մեզ ի սկզբանե, մենք ասացինք սիրով համաձայնվում ենք, որ ինքը ասաց, որ կարող է մի ժամը մեկ բան, մի 15-20 րոպեով պոստի ես հանգստանամ, մենք անգամ տենց մեծ ձիվան էինք վերցրել նկարահանման այդ պլաշատկայում, որ ինքը պարկի մի կես ժամ, նորից շարունակենք, այդպես տենց հիշողություններ կա իրանից, ամեն դեպքում շատ կկարոտենք, շատ։ Շնորհակալություն։ Տիկին Արամյանի մասին ինչ կհիշեք, ինչպիսին եք նրան հիշում ձեր հուշերում, ինչպիսին է Տիկին Արամյանը։ Շատ դժվար է խոսել մի մարդու մասին, որ տարիներ շարունակ համ հետ աշխատել ես, ապրել ես, ափսոս, հազար ափսոս, որովհետև նման մարդիկ շատ քիչ են, քչանում են, մեր կողքից հեռանում են։ Մենք միասին հեռուստատեսությամբ իրար հետ
նկարվել ենք, աշխատել ենք միասին։ Այնպես որ դժվար է ինձ համար խոսել մի մարդու մասին, որ եւ պայծառ ինքը կենսախին, ժպիտը դեմքին, գեղեցիկ ու ափսոս ասում են Աստված լավերին ա տանում, երևի ճիշտ են ասում, չգիտեմ, վերջերս զանգահարեցի, աչքը նշանվել էր, ասի շնորհավոր եմ, ասի Զարջան չեմ ուզում դու շատ խոսես, շնորհավորում եմ, արդեն չէր կարողանում խոսել կարգին, մի երկու բառ ասեց, ուզում եմ թորանս տեսնեմ, ափսոս, հազար ափսոս, որ չտեսավ թորնիկին, ինչ ասեմ, երկնային արքայություն, ինչպես ասում են, Աստված գրկաբաց է երևի ընդունում այդպիսի լավ մարդկանց, չեմ կարող երկար խոսել էր։ Ժողովուրդ ջան, շատ հուզված եմ, Զարան մեզանից բոլորիցս գնաց, հայազգից, կարելի ասել հայազգի ամենատաղանդավոր սիրված դերասանուհիներից, արտիստներից, մենք շատ մտերիմ ենք եղել Զարայի հետ, այս երկու ամիս ես հուշերով դաժե YouTube-ով նայեցի իմ ու Զարայի տաքսի բաթլը, ինչ եմ ուզում ասեմ, առաջերտին Զարայի ընտանիքին եմ համբերություն մաղթում, մեր ժողովրդին մեծ կորուստ ունենք ու այսքան կամերաների առջև ես ինձ մի փոքր մեղավոր եմ զգում, մոտ 6 ամիս առաջ զանգեց ինձ, գոված, Կամո ջան, Սեդատ, աղջիկը դեդ ինչ հրաշք ա եկում, ասի Զարա ջան, խոսք եմ տալիս կամ քեզ տեսնեմ ու չեմ գնացել, որի համար ներողություն եմ խնդրում իմ շատ սիրելի Զարային, ու որ դեպքը իմացա առաջինը զանգեցի մեր Կարենին, երկուսի, գիտեմ որ Կարենը շատ մտերիմ էր, ասի Կարեն, եփ հա պանի խիդան թաղումը, ես անձամբ ուզում եմ, որ Զարայի թաղման օրը ես նվագեմ, բայց ստեղ էլ չեմ կարողանում, որտեղ առավոտյան 6-ին հանրապետությունից ես պետք է մեկնեմ, ինչ եմ ասում, չգիտեմ ինչ ասեմ, ժողովուրդ ջան, այսքանը երևի։ Բարով Զարա Արամյանի մասին պատմեք ձեր հուշերից, ինչ եք հիշում, ինչով Զարան կմնա մեր հիշողություններում։ Դե ասեմ, որ միայն իմ հուշերով չի, որ կմնա իհարկե շատ պարզ ժպտերես, հումորով, հիշում եմ Զարային, իհարկե ամենավառ հուշերը մեր բակի նկարահանումներից է, ընդ որում շատ միասին շատ կադրեր չունենք, բայց միևնույն է անդերցիանում շփվում ենք, դե բացի հումորից, ժպտերեսությունից, բարիությունից ոչի բան չեմ կարող ասել, ոնց որ եւ բոլորը, ցավում եմ շատ։ Վերջին անգամ երբ եք շփվել հետը։ Իմ ջալ տեսօր ուզում էի հիշեի վերջի անգամ իրան տեսա, եթե չեմ սխալվում, ահագին վաղուց մի տարուց ավել է, կարծեմ Մոսկվայում եմ հանդիպել, մի քիչ շփվեցինք, ինչ որ միջոցառումից, հավանաբար կինո Մոսկվայից ենք դուրս եկել ու Մոսկվայում մի քիչ շփվեցինք, եթե եմ հիշում։ Իսկ ինչ-որ մի հետաքրքիր բան կհիշեք ձեր նրա հետ կապված։ Չեմ հիշի հիմա։ Սխալ մարդ եք բռնացրել, հիմա լիքը մարդ կգա, երևի ավելի շատ բաներ կխոսեմ, կասեմ, ցավում ենք բոլորս։